Շարունակվում է առավոտ լուսոն սիրելի հեռուստադիտողներ, իսկ մենք շարունակում ենք մեր զրույցները նաև մեր շատ սիրելի հյուրերի հետ, որոնք հպարտանալու առիթներ են տալիս անդադար, Եվ ուզում եմ ասել, որ հենց առավոտից չենք խոսել երաժշտությունից, հիմա կարծում եմ հենց ճիշտ ժամանակն է, այո։ Որովհետև մարտի 25-ին Կոմիտաս Թանգարան ինստիտուտում կայանալու է դաշնակահարուհի Լաուրա Գալստյանի համերգը եւ ամենասկզբում պատահական չէ որ նշեցինք հպարտանալու առիթ, քիչ անց նաև կմանրամասնենք բոլոր այն միջազգային մրցույթները, որոնց մասնակցել է մեր հյուրը, նա արդեն մեր տաղավարում է դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը, ողջույն։ Բարի լույս։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ։ Ես եմ ուրախ։ Եվ խոսենք սպասվող համերգի մասին, հետո նոր գնանք անցած ճանապարհից մի փոքր պատմենք նաև հեռուստադիտողներին մարտի 25-ին։ Ինչու որոշվեց հենց այսօր եւ այս վայրում, որ պետք է տեղի ունենա համերգը։ Համերգի առաջարկը ստացա հենց Կոմիտաս Թանգարան ինստիտուտից եւ սիրով համաձայնեցի, քանի որ ինձ համար միշտ պատիվ է եւ հաճույք նվագել հայ հանդիսատեսի առաջ։ Ինչ ծրագիր եք պատրաստել այս համերգի համար։ Այս համերգի համար պատրաստել եմ շատ հետաքրքիր ծրագիր, որը իր մեջ ներառում է տարբեր դարաշրջաններ, Բախից մինչև Մեսսիան։ Կարծում եմ հետաքրքիր ծաղկաքաղ է ստացվել եւ հանդիսատեսին դուր կգա։ Հիմա մի փոքր հետ գնանք եւ հիշենք, թե որն է եղել ամենահիշարժան մրցույթը 25 հաղթանակներից։ Կարծում եմ բոլոր հաղթանակներն էլ հիշարժան են ինձ համար, բայց կնշեմ վերջին հաղթանակը, որը տեղի ունեցավ 2024 թվականին Իտալիայում, Իսկիա դաշնակահարների միջազգային մրցույթը, որտեղ արժանացա առաջին մրցանակի։ Իսկ կան սպասվող մրցույթներ այս տարվա ընթացքում ևս։ Իհարկե, մրցույթները շատ են Ֆրանսիայում, Իտալիայում, ինչպես նաև ունեմ համերգներ պլանավորված Գերմանիայում, մի քանի քաղաքներում, Մանհայմում, Լյուդվիգսհաֆենում, Ախենում։ Մրցույթները շատ են։ Այո, շատ են։ Մեր օրերում կա նաև կարծիք, որ մրցույթները, մրցույթային փառատոնները նաև ավելորդ ստրես են մասնակիցների համար, բայց միևնույն ժամանակ հիանալի փորձառություն եւ կարելի ասել նաև նշաձողի բարձրացման եւս մեկ հիանալի տարբերակ։ Ձեր դեպքում ինչպես են աշխատում մրցույթները։ Դուք շատ ճիշտ նշեցիք, որ մրցույթները եւ դրական եւ բացական կողմեր ունեն, բայց կարծում եմ այս մասնագիտության մեջ անբաժան մաս են կազմում, քանի որ մեծ հնարավորություն են տալիս համերգային առաջարկներ ունենալ, հայտնիություն ձեռք բերել եւ փորձ ձեռք բերել։ Եվ ինչ զգացողություններ եք ունենում այդ մրցույթների ընթացքում, համոզված եմ, որ շատ սկսնակ երաժիշտներ հիմա շատ հետաքրքրված կլինեն։ Դե իհարկե հուզմունք միշտ կա եւ կարող եմ ասել, որ մրցույթային բեմը իհարկե տարբերվում է համերգային բեմից, քանի որ պատասխանատվությունը մեծ է ամեն անգամ Հայաստանը ներկայացնելիս։ Ինչպես եք հաղթահարում այդ հուզմունքը։ Դե կարծում եմ հուզմունքը հաղթահարելու միակ ձևը փորձ հավաքելն է եւ ինչքան շատ ելույթ ունենաս, ինչքան շատ մասնակցես, այնքան հուզմունքը գնալով կնվազի։ Այդ փորձ հավաքելու եւ մրցույթները հաղթահարելու ընթացքում նաեւ նոր ծանոթություններ եւ գործընկերային նոր հարաբերություններ են ձևավորվում։ Կհիշեք այն առաջին մրցույթը, երբ հենց այդ մրցույթի մասնակցության միջոցով ստացաք առաջարկ միջազգային հարթակում ելույթ ունենալու։ Տարբեր մրցույթների եմ մասնակցել, որոնք ինձ հնարավորություն են տվել միջազգային բեմերում ելույթներ ունենալու։ Կարող եմ նշել, օրինակ 2019 թվականին հաղթեցի Վիեննայի միջազգային արվեստների փառատոնին։ Կարող եմ ասել, որ առաջին լուրջ բեմներ եւ մրցույթներ ինձ համար, հետագայում արդեն Իտալիայում Պետրո Արջենտոյի անվան միջազգային մրցույթը, Լաշլո Սպեցաֆերի անվան միջազգային մրցույթը եւ ինչպես նշեցի, անցած տարի տեղի ունեցած Իսկիայի միջազգային մրցույթը, բոլորն էլ տարբեր էին եւ ինձ համար շատ հիշարժան ու թանկ փորձառություններ։ Եվ հիշողություններ ամենակարևորը։ Իսկ կամ բեմեր, որ մնացել են երազանքի բեմեր դեռ, որովհետև չեք հասցրել այդտեղ ելույթ ունենալ, բայց ցանկությունը շատ մեծ է։ Իհարկե կան այնքան բազմատիվ են, որ դժվարանում եմ նշել։ Գոնե առաջին 3-ը հիշենք։ Դե կարող եմ ասել Բերլին ֆիլհարմոնիկը, Վիեննայի մուզիկվերայինը, Կարնեգի հոլը, շատ են այդ մեծ բեմերը։ Իսկ ինչպես եք պատրաստվում համերգներին, Լաուրա։ Դե ինձ համար 25-ին կայանալիք համերգին, ինչպես եք պատրաստվում։ Ինձ համար կարևոր է ծրագրի պատշաճ պատրաստումը, որը կարող է տարի կամ ամիսներ տևել,
Եվ եթե ծրագիրը արդեն վստահ ես, որ լավ է, ուրեմն համերգը լավ կընթանա։ Եվ այս համերգին արդյոք որքան ժամանակ է հարկավոր եղել։ Տարի, թե ամիսներ։ Տարբեր ստեղծագործություններ են, որոնց համար տարբեր տեղողություններ են անհրաժեշտ եղել պատրաստելու, ամիսներ կարող եմ ասել։ Բայց արի ուտես, որ ամիսների աշխատանքը ընդամենը 1-2 ժամում վայելք է պարգևում հանդիսատեսին եւ մեր հեռուստադիտողն էլ կարող է մարտի 25-ին հանդիսատեսի կարգավիճակում լինել Կոմիտաս Թանգարան ինստիտուտում վայելելով ձեր համերգը։ Հաջողություն ենք մաղթում եւ թող լարվածությունն ու հուզմունքը իր տեղը զիջի այդ երեկոյի ընթացքում վայելք պարգևելը։ Շատ շնորհակալ եմ, նաեւ հրավիրատոմսեր եմ պատրաստել ձեզ համար։ Շնորհակալություն հրավիրում եմ։ Սիրով։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն, այո, իսկ մենք շարժվենք առաջ, լավ երաժշտություն վայելենք։